պայմանական նշան ունեն, պատահաբար ես իմացա, մատները դու այսպես արա, բայց իմացիր գաղտնիք է դա, նրանք ձեզ փոխանցում են, ջերմ ողջույններն իրենց, իսկ թե ովքեր են այդ ֆիքսիկները, գաղտնիք է շատ մեծ, իսկ թե ովքեր են այդ ֆիքսիկները, գաղտնիք է շատ մեծ, իսկ թե ովքեր են այդ ֆիքսիկները, գաղտնիք է շատ մեծ։ Թուղթը։ Ինչ, դիմիչ։ Ծաղիկներն ես ջրում։ Չէ, նոլիկ, շարադրություն եմ գրում։ Այդ ինչպես։ Մեզ հանձնարարել են շարադրություն գրել, ինչպես են պահպանում բնությունը թեմայով։ Միայն թե պետք է ճշմարտությունը գրել։ Դե ես էլ գրում եմ այն։ Ջրում եմ բույսերը։ Օ։ Կծանիկ, արի այստեղ։ Կանգնիր, բռնվեցիր։ Նա ինչին է պետք։ Ես նրա ականջի հետևը կքորեմ և կգրեմ, հոգ եմ տանում կենդանիների մասին։ Ես էլ եմ ուզում պահպանել բնությունը։ Այդ դեպքում մի բան էլ դու մտածիր։ Կարելի է նաև ավելի քիչ շնչել և օդը խնայել։ Նոլիկ, դու հանճար ես։ Վերջ, սկսում ենք օդը խնայել։ 3-4։ Մարդիկ ավելի ու ավելի շատ են ներխուժում բնության մեջ ու ոչնչացնում նրա հարստությունը։ Նրանք ընդերքից աշնահանում են հանքաքարն ու նավթը, հատում են անտառները, աղտոտում են օդն ու ջուրը։ Եվ այս ամենն այն բանի համար, որպեսզի ապահովեն իրենց սննդով ու տարատեսակ իրերով։ Եվ ցավալին այն է, որ մարդու արտադրանքի մի մեծ ցանկ իրականում ամենևին էլ պետք չէ նրան։ Հաճախ մի ինչ-որ իր կգտնեն ու գրեթե չհարած դեն կնետեն։ Իսկ որքան մթերք է փչանում այն պատճառով, որ այն գնել են, բայց չեն գնել։ Մի խոսքով, եթե ցանկանում եք օգտակար լինել բնությանը, մի գնեք այն, ինչը պետք չէ ձեզ։ Եվ խնամքով վերաբերվեք ձեր գնացին։ Եվ վստահ եղեք։ Մենք ֆիքսիկներս ամեն ինչ կանենք, որ ձեր իրերը հնարավորինս երկար ծառայեն։ Վերջ, կարելի է գրել։ Գրի, խնայում եմ օդը, չեմ շնչել 40 վայրկյան։ Ինչն է աղմկում այնտեղ։ Այդ ես մոռացել եմ ծորակը փակել, երբ ծաղիկների համար ջուր էի վերցնում։ Դիմիչ, իսկ հենց նոր դու խնայեցիր ջուրը, որը չի բավականացնում երկիր մոլորակում։ Ճիշտ որ, դա լավ գործ էր։ Գրանցենք։ Ողջույն, ինչու եք զբաղված։ Դիմիչի հետ մենք շարադրություն ենք գրում, թե նա ինչպես է պահպանում բնությունը։ Ըհը, ես արդեն գրել եմ, որ ջրում եմ ծաղիկները, հոգ եմ տանում կենդանիների մասին, տնտեսում եմ մաքուր օդը, նաև այն մասին, որ խնայում եմ գազարն ու երբեք այն չեմ ուտում, հատկապես ապուրի մեջ։ Այդ գազանն ընդհանրապես թեմայից դուրս է այստեղ։ Դու վստահ ես։ Դու թերթիկն ինչու պոկեցիր։ Ախր ինքդ ասացիր, որ գազարն անտեղի է։ Նորից կգրեմ։ Չես խնայում բնությունը։ Ինչ։ Բայց ախր ողջ օրը հենց դրանով եմ զբաղված։ Ոչ։ Թուղթը չես տնտեսում։ Նշանակում է ծառերը չես խնայում։ Իսկ ինչ կապ ունեն այստեղ ծառերը։ Այն կապ ունեն, որ թուղթը դրանցից են ստանում։ Ծառերը նախ կտրում են, հետո մասերի են բաժանում և վերածում տաշեղների։ Այդ տաշեղների վրա ջուր են լցնում, ավելացնում են տարատեսակ քիմիական նյութեր և մի լավ խառնում են։ Ստացվում է հեղուկ, կպչուն զանգված։ Սկզբում այն մի փոքր չորացնում են, իսկ հետո պտտվող թմբուկների միջոցով գլահարդում են ու բարակ մամուլ ստանում։ Այդպես էլ ստացվում է թուղթը։
Եվ այդ թղթի համար ստիպված են լինում անընդհատ անտառ հատել։ Իդեպ, եթե երկրագնդի յուրաքանչյուր բնակիչ գետ 1 թերթ թուղթ խնայի, ապա մենք մի ամբողջ միլիոն ծառ կփրկենք։ Օհո, Դե, ուրեմն ինչ հետևություն կարող ես անել իմ պատմվածքից։ այն որ այսուհետև շարժություն ընդհանրապես չեմ գրի։ Ինչու՞։ Այն բանի համար, որպեսզի տնտեսեմ թուղթն ու խնայեմ ծառերը։ Այդպես։ Հետ իմ դիմիչ, հարգեցի։ Բայ,